ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել եւ հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր եւ առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում։ Նաեւ կիսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ Սպիտակ տան ղեկավարի խոսքով առաջ է մղել երկու երկրի համար կարևոր մի քանի գործարք։ Թրամփը շեշտել է, շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կդնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով այս ամենը, Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նորից հզոր դարձնենք Հայաստանը, եզրափակել է Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից եւ հայկական արտադրության թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման համար, հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։ Նշվում է, որ սահմանափակումը կգործի մինչեւ առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համար համապատասխան ալգորիթմ մշակվի։ Ռոսսելխոզնադզորից հայտնել են, թե իբր որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների դեպքերի աճի պատճառով։ Ստեղծված իրավիճակը բուսասանիտարական սպառնալիք է ներկայացնում, նշում է ռուսական կողմը, հավելելով, թե հայ գործընկերները պատշաճ կերպով չեն ստուգում Ռուսաստան արտահանվող արտադրանքը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակում է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է տեղեկությունը, որ դիվանագիտական ներկայացուցչությունը տարհանվել է Կիևից։ Մեր գործունեության օրակարգում որևէ փոփոխություն չկա, պետքարտուղարությունը մշտապես հետևում է Կիևում դեսպանատան անվտանգության վիճակին։ Վերահաստատում ենք մեր ուղերձը ամերիկացիներին չայցելել Ուկրաինա, հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են, ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Ռուսաստանից հնչող սպառնալիքների ֆոնին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հեռացել են Կիևից, մինչդեռ եվրոպական եւ այլ երկրների ներկայացուցիչները մնացել են մայրաքաղաքում։ Ուկրաինայի ԱԳՆ-ն եւս հերքել է Կալասի խոսքերը։ Նորվեգիան միանում է Ֆրանսիայի միջուկային հովանոցին։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Օսլոյին սկսել միջուկային զսպման ֆրանսիական նախաձեռնությանը միանալու գործընթացը։ Մենք սա անում ենք հաշվի առնելով Եվրոպայում ստեղծված անվտանգային իրավիճակը, մասնավորապես Ռուսաստանի կողմից սպառազինությունների ավելացումը եւ մեկ այլ երկրի դեմ լայնածավալ պատերազմը, մանրամասնել է Ստյորեն։ Ֆրանսիան, որը միջուկային զենք ունեցող ԵՄ միակ անդամն է, միջուկային զսպման նախաձեռնությունը ներկայացրել էր դեռ մարտին։ Ծրագրով նախատեսվում է, որ դրան միացած երկրներում ժամանակավորապես Ֆրանսիայի ռազմավարական ռազմաօդային ուժեր կտեղակայվեն։ Նախաձեռնությանն արդեն միացել են Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան եւ Միացյալ Թագավորությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։